Ասեք, որ եկաք իշխանության մի տարո մեջ Արցախը հետ եք բերելու։ Հիմա Արցախը հետ բերելու եք, թե չէ։ Ու դա օրակարգում է ձեր, թե չէ։ հիմնականում այդ նիկոլականներն է, էլի, որ հանձնելան, հետո գալի մեր վրա մուննաթ են, դե ասեք, որ հետ կբերեք։ Իրավիճակը հետևյալն է։ Այսօր Հայաստանը պահելու խնդիր կա։ Այսօր Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիք։ Եթե որը մեկը գա այս տաղավարում ասի, ես հաջորդ տարի մենք եղանք իշխանության Արցախ հետ ենք բերելու, ինքը չի հասկանում ոչ մի բան կամ խաբում է։ Իրականում այս պայն խնդիրը հետևյալն է. ամեն ինչ անել, որ էջը չփակվի Արցախի, որպեսզի չլեգիտիմացվի այն ագրեսիան ու ցեղասպանությունը, որ մեր նկատմամբ տեղի ունեցել։ Ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը, էթնիկ զտումը եւ Ալիևի արյունոտ ձեռքերը այս իշխանության կամ Հայաստանի իշխանությունների օգնությամբ չմաքրվի եւ էջը չփակվի։ Արդյոք մենք հնարավորություն ունենք այսօր վերադարձնելու Արցախը։ Այս պահին ոչ։ Արդյոք իրավունք ունենք մենք փակել այդ էջը առհասարակ մեր հետագա սերունդների իրավունք։ Բնականաբար ոչ, եւ դա դավաճանություն։ Ինչ է կանելու, բայց հետեւաբար ԵԱՀԿ Մինսկի խումբն եք հետ բերելու։ Հետեւաբար միջազգային օրակարգերում պետք է պահել Արցախահայերի վերադարձի իրավունքը։ Մինչև այդ պետք է հստակ փաստել, որ տեղի ունեցել էթնիկ զտում եւ ցեղասպանություն եւ դրա բոլոր հիմքերը կան։ Դրանից բխեցվի վերադարձի իրավունքը։ Հայցերը հետ տարվեն միջազգային դատարան նորից։ Հայցերը միջազգային դատարաններից պետքա չվերադարձնել նաեւ։ Դա մեծ հանցագործություն է, որովհետև հենց Ալիևի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ուզածը դա է։ Հետևաբար փաստել էթնիկ զտում եւ ցեղասպանության փաստը, դրանից բխեցնել վերադարձի իրավունքը եւ այո, սկսել միջազգային տարբեր հարթակներում բոլոր հնարավոր միջոցներով վերադարձի եւ անվտանգության երաշխիքների հարցը դարձնել օրակարգ եւ առհասարակ այդ ուղղությամբ սկսել լայնածավալ աշխատանք տանել։ Մենք երբ կարող ենք Արցախը վերադարձնել, երբ որ ունենանք շատ ուժեղ, հզոր, կայացած պետություն։ Այսօր ունենք դա, ոչ, չունենք։ Այսօր Հայաստանի, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հետևաբար այս կեղտոտ բանը, որ մեզ հաճախ դեմ են տալի, ասեք, որ Արցախը հետ եք բերելու, որ ասենք այո, հետ ենք բերելու, ասեն դե ուրեմն դուք բան եք, պատերազմի ուժեր եք, ռևանշիստներ եք ու վերջ, Ժորժ ջան, սրանք եկան ձեզ տանելու են կոտորեն, հասեք, սրանց թույլ չտաք։ Մյուսն էլ ինչ հրաժարվենք Արցախից, ասենք Արցախը հայկական չի, այդ դեպքում ինչով ենք տարբերվում ըստ Նիկոլների։ Հետևաբար Արցախը հայկական է, Արցախի էջը չպետք է փակվի, դրա համար պետք է պայքարենք, բայց մենք արկածախնդիրներ չենք։ Մենք Հայաստանի Հանրապետությունը չենք զոհելու, ինչպես իրանք են ներկայացնում, եւ պետությանը չենք տանելու արկածախնդրության։ Առաջի քայլով պետք է ուժեղացնենք Հայաստանի Հանրապետությունը, անվտանգությունը, բայց նաեւ պաշտպանենք մեր իրավունքները։ Այս չեն կարող ստիպել, որ մենք ցեղասպանություն ուրանանք, որովհետեւ մենք մեր անցյալը ուրացող չենք։ Իսկ անցյալդ երբ որ ուրացար, հրաժարվեցիր ինքնությանը, դու ապագա չունես։ Նիկոլի ապագան միշտ հիշեք, դա թուրքական ապագան։ Դա հայկական ինքնության հետ կապ չունի։ Իսկ սրա դեմը մենք միասին առնելու ենք։